ինչ թեզեր են նետվել քարոզչական դաշտ, մասնավորապես իրավաբանները ասում են որոշ իրավաբաններ, որ եթե մանդատները չվերցնեք, Նիկոլ Փաշինյանը օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի սահմանադրական դատարան եւ դրա արդյունքում կտավելի փոքր ուժերի մանդատները, ես այդ սցենարը մեղմ ասած իրատեսական չեմ համարում, հատկապես այն բանից հետո, երբ նաեւ իշխանական դաշտից այդ քարոզչական թեզը նետվեց դաշտ, 3 ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից, որն ասաց դուք չեք գա, ուրիշները կգան եւ այլն, սա իրականում կարծես թե քարոզչական փրկուղակ է ընդդիմության, որ վերցրեք սրանով հիմնավորեք եւ եկեք, բայց ես սա իրատեսական չեմ համարում, բացառում եմ անգամ կարող եմ ասել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր նկատմամբ ու իր քարոզչական թեզերի նկատմամբ, իսկ սա ամենակարևոր թեզն է, որ կա ընտրությունների արդարության ու լեգիտիմության թեզը, որովհետեւ այս սցենարի դեպքում կնշանակի օրենքով կամ սահմանադրական դատարանի որոշմամբ կեղծել կամ նկարել ընտրությունների պատկերը, աղճատել ամբողջությամբ խեղաթյուրել ընտրողների կամքը եւ սա այնպիսի ստվեր կնետի, այնպես կաղճատի ամբողջ լեգիտիմության պատկերը, որ այլևս հնարավոր չի լինի անգամ խոսել, թե այդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով ինչ քվե է ստացել, ինչքան մանդատ եւ այլն ինչպես է ամբողջը բաշխվել։